Բարև ձեզ սիրելի բարեկամների, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմաստային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, շատ շուտով կտեղադրվեն ապրիլ ամսվա կանխատեսումները։ Եվ ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես պատկերացում ունենաք այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, հենց նոր ավարտեցի իմ գերհզոր կիրակնորյա ուղիղ եթերը, իհարկե մութ ուժերը խանգարեցին, առաջի 5 րոպեն եթերը առանց ձայն էր, հետո ձայնը կարողացանք, այդ տեխնիկական խոտանը կարողացանք վերացնել եւ շատ հետաքրքիր եթեր ստացվեց, եթերի տեսագրությունը կարող եք դիտել Facebook-ում, նաև մոտ օրերս կտեղադրվի այս YouTube-յան ալիքում։ Մինչ անցնելը բունյութին, այսինքն գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը նկարագրելուն, ես նախ հիշեցնեմ, սիրելի բարեկամներ, որ այսօր, երբ ես տեսագրում եմ այս վիդեոն, մարտի 29-ին ծաղկազարդ է, իսկ գալիք շաբաթը քրիստոնեական ավանդույթի մեջ կոչվում է ավագ շաբաթ, սիրելի բարեկամներ, եւ ավագ շաբաթը բացառիկ էներգետիկ հզոր շաբաթ է, որը նախորդում է Զատիկին կամ Սուրբ Հարության տոնին եւ օժտված է այնպիսի զորությամբ, որ կարող է անգամ փոխել մարդկային ճակատագիրը եւ այդ արարողակարգը, բաղտ բացելու արարողակարգը մեր ավանդական հայկական կատարում ենք ավագ հինգշաբթի օրը։ Ինչպես կատարել, դա շատ մանրամասնորեն ներկայացված է իմ մոգական ալիքում, աստրոմագիա եւ թալիսմաններ անկրկնելի անզուգական միակ իմ մոգական ալիքում, այնպես որ կարող եք անցնել, ալիքի հղումը կլինի այս վիդեոյի վերջում, կարող եք անցնել հղմամբ եւ դիտել, նաեւ հետեւեք Facebook-յան էջից, ես նախորդ կտեղեկացնեմ ձեզ, այսինքն ավագ հինգշաբթին ապրիլի 2-ն է եւ բացի դրանից, որ դա ավագ հինգշաբթ է, նաեւ լիալուսնի օրն է այդ ժամանակ, շատ հզոր օր է, սիրելի բարեկամներ, այնպես որ անպայման կատարեք արարողակարգը եւ փոխեք ձեր ճակատագիրը դեպի լավը, սիրելի բարեկամներ, իսկապես հրաշքներ են լինում ավագ շաբաթվա ընթացքում։ Իհարկե հետևեք Facebook-ին անպայման, ես նախապես ձեզ կտեղեկացնեմ, սիրելի բարեկամներ, թե ինչ է պետք անել, որպեսզի նախապատրաստվել այդ արարողակարգին, որովհետև համապատասխան ավետարանի հատված պետք է դուք պատճենահանեք եւ արդեն մնացածը դիտեք աստրոմագիա եւ թալիսմաններ իմ մոգական անկրկնելի YouTube-յան ալիքում։ Գալիք շաբաթը բավականին բաց շաբաթ է լինելու, այսինքն մարտի վերջին օրերը եւ ապրիլի առաջին 5 օրյակը շատ ճակատագրական է լինելու, որովհետեւ ցանկացած ավագ շաբաթ եւ նաեւ Սուրբ Հարության տոնը, դրանից հետո 7 օրը գալիք մյուս շաբաթը նույնպես շատ վճռական եւ ճակատագրական զարգացումներ են մեզ սպասվում, նամանավանդ որ այս շաբաթվա ընթացքում, գալիք շաբաթվա ընթացքում լինելու է ապրիլյան նորալուսին է տեղի ունենալու, նույնպես շատ բավականին հզոր եւ շատ վճռական, ճակատագրական լիալուսին է լինելու, այդ ամենի մասին մանրամասն ես ներկայացնում եմ ապրիլ ամսվա կանխատեսումներում, այդ վիդեոն տեղադրված կլինի իմ ալիքում վաղ, այնպես որ անպայման դիտեք, նախապես տեղեկացեք, որտեղ ապրիլը շատ ճակատագրական եւ շատ ճգնաժամային ամիս է լինելու մեզ մոտ, այդ պատճառով պետք է
լավ նախապատրաստվել պետք է իմանալ բարենպաստ եւ անբարենպաստ օրերը վիդեոում ես ներկայացնում եմ այդ օրերը եւ նաեւ տարվա չնայած ապրիլը շատ ճգնաժամային նաեւ ագրեսիվ ամիս է լինելու ես բացատրում եմ պատճառները վիդեոյում նաեւ ամենահզոր օրերից մեկը 2026 թվականի հենց ապրիլին է լինելու այնպես որ անպայման դիտեք վիդեոն շատ բացառիկ տեղեկատվություն եմ ներկայացրել եւ նախորոք նախապատրաստվեք այդ բոլոր զարգացումներին իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ թե ինչ է մեզ սպասվում մարտի վերջին օրերին այսինքն մարտի 30-ից եւ ապրիլի առաջին 5 օրյակում մարտի 30-ից ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում ըստ էության ապրիլի առաջին շաբաթն է սիրելի բարեկամներ բավականին լարված է սկսվում գալիք շաբաթը Նախ մարտի 30-ին մենք երեկոյան կունենանք լուսնի դիմակայությունը Մերկուրի մոլորակի հետ Երևանի ժամանակով 22:44 րոպեին 12 աստիճան ձկներում գտնվում է Մերկուրին եւ 12 աստիճան ձկներում գտնվելու է Վեներան բայց սիրելի բարեկամներ ամսի 30-ի մյուս կարևորագույն աստղաբանական իրադարձությունը որը մինչ այդ դիմակայությունը տեղի կունենա մարտի 30-ին Երևանի ժամանակով ժամը 20-ին Սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներան մուտք կգործի ցուլ իսկ ցուլ կենթանակերպում Վեներան իհարկե իշխում է նա թագավորում է ցուլ կենթանակերպում այնպես որ շատ բարենպաստ ժամանակահատված է սկսվում ցուլիկների եւ մյուս հողեղեն նշանների համար շատ բարենպաստ է բացի դրանից Վեներան ցուլ կենթանակերպում հովանավորում է գեղեցկությունը գեղեցկության բիզնեսով զբաղվողներին դա թե կլինի ծաղկի սրա թե հագուստի խանութ թե զուգսեղենի խանութ թե ինչ որ այլ գեղեցկության հետ կապված օրինակ նկարչություն այսինքն նաև գեղագիտական արվեստի հետ կապված ոլորտները նույնպես ծաղկելու են եւ Վեներան կմնա ցուլ կենթանակերպում մինչեւ ապրիլի 24-ը լարված օր է մեզ մոտ նաև մարտի 31 օրը սկսվում է դրական մոլորակային փոխհարաբերությամբ վաղ առավոտյան 4:16 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի մեծր չանկության մոլորակ Յուպիտերի հետ, որը գտնվում է 15 աստիճան խեցգետնում իր փառավորման մեջ եւ կարող եք շարունակել պատվիրել Յուպիտերի թալիսմանները, սիրելի բարեկամներ, ամսի 31-ը շատ բարենպաստ է դրա համար բացառիկ օրերից է եւ իհարկե լուսնի եւ Մերկուրի այդ դիմակայության պայմաններում բարթանալու է մարդկանց փոխհարաբերությունները, շփումները, կոնտակտները, փոխընկալումը, փոխըմբռնումը, քանի դեռ Մերկուրին գտնվում է ձկներում, իհարկե այդ ամենը դժվարանում է։ Նաեւ բարդ է ընթանում լոգիստիկան, ապրանքաշրջանառությունը, դրամաշրջանառությունը, ուշքի խոչընդոտներով է տեղի ունենում։ Եվ ամսի 31-ին երեկոյան շատ լարված մենք մոլորակային փոխհարաբերություն կունենանք Երևանի ժամանակով 17:20 րոպեին լուսինը կդիմակայի Մարս մոլորակին, որը գտնվում է ձկներում 22 աստիճան ձկներում Մարսն եւ 22 աստիճան կույս կենթանակերպում լուսին։ Իհարկե սա բավական ագրեսիվ մոլորակային փոխհարաբերություն է, կարող են սաստկանալ ռեպրեսիաները պարժողովրդի հանդեպ այս թրքապատակ իշխանությունների կարող լինել ինչ որ այլ զարգացումներ, միջանձնային բախումներ, նաև ագրեսիվ ինչ որ ռազմական սրացումներ, ագրեսիվ դրսևորումներ եւ այնպես որ զգուշացեք մարտի 31-ի երեկոյան, ու նաև ճանապարհներին է պետք զգուշ լինել։ Առհասարակ բավականին ճակատագրական եւ ճգնաժամային է լինելու ապրիլի 1-ը եւ 2-ը։ Ապրիլը ընդհանրապես ճգնաժամային ամիս է եւ առաջի երկու օրերը շատ վառ կերպով կարտահայտեն այս ամսվա բոլոր բարդությունները եւ ճգնաժամային զարգացումները։ Ինչու է ճգնաժամային, որտեղ տեսեք, նախ 4:31 րոպեին մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը լուսինը նախ գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Ուրան մոլորակի հետ, որը գտնվում է 28 աստիճան
ցուլ կենթանակերպում եւ 28 աստիճան ձկներում գտնվելու է լուսինը։ Իհարկե սա բարենպաստ է, հնարավոր է այդ գիշեր դուք տեսնեք ինչ որ մարգարեական երազ, որը կկանխատեսի ձեր ապագան, այնպես որ հենց այդ գիշերը մարտի 31 եւ ապրիլի 1-ի գիշերը շատ զգուշ եղեք եւ շատ ուշադիր եղեք ձեր երազների նկատմամբ։ Այնուհետև 6:30 րոպեին վաղ առավոտյան Երևանի ժամանակով 6:30 րոպեին ապրիլի 1-ին լուսինը մուտք կգործի ուրեմն կշեռ կենթանակերպ եւ կսկսվեն այդ լարված մորակային փոխհարաբերությունները բոլոր բարձրագույն մորակների հետ աստիճանաբար լուսինը կազմում է հարաբերակցություն սկզբից Ուրանի հետ, իսկ այնուհետև ժամը 11-ին լուսինը նախ դիմակայություն կկազմի Նեպտուն մորակի հետ, 2 աստիճան խոյ կենթանակերպում Նեպտունն է եւ 2 աստիճան կշեռքում գտնվում է լուսինը։ Սա նշանակում է, որ կեղծ տեղեկատվության տարածում է Նեպտունը նաև խապկանքի մոլորակ է, կեղծիքի մոլորակ է, մանիպուլյացիայի մոլորակ է, հնարավոր է ինչ-որ մանիպուլյացիաներ, կեղծ տեղեկատվություն, նաև մեծ մասշտաբների խաբեություն, պես որ պետք է շատ զգույն լինել, այսինքն այդ խաբեությունը կարող է լինել եւ անհատական մակարդակում եւ համաշխարհային մակարդակում, այնպես որ պետք է շատ ուշադիր լինել եւ զգուշ լինել։ 16:40 րոպեին լուսինը եռանկյունի կկազմի նախ Պլուտոն մոլորակի հետ, 4 աստիճան ջրհոսում Պլուտոնն եւ 4 աստիճան կշերքում լուսինն է, իսկ 17:25 րոպեին այդ օրվա ամենալարված մորակային փոխհարաբերությունը լուսինը կդիմակայի Սատուրն մորակին, որը գտնվում է 5 աստիճան ուրեմն խոյ կենթանակերպում եւ 5 աստիճան կշեռքում գտնվելու է լուսինը։ Սա բարդացնում է կրկին միջանձնային փոխհարաբերությունները, սառնություն է մտցնում, ինչ որ էմոցիոնալ լարվածություն է առաջացնում, այնպես որ ապրիլի 1-ը դա լավագույն օրը չէ, ինչ որ հանդիպումներ կազմակերպելու համար, միջանձնային հարաբերություններ պարզելու համար, հատկապես ապրիլի 1-ի երեկոյան բարենպաստ չէ։ Իսկ գիշերը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ավելի շատ վաղ առավոտյան Երևանի ժամանակով 6:11 րոպեին տեղի կունենա ապրիլյան լիալուսինը։ Երևանի ժամանակով 6:11 րոպեին լուսինը կդիմակայի Արեգակին, 12 աստիճան կշեռքում տեղի կունենա այս լիալուսինը, 12 աստիճան կշեռքում լուսինն եւ 12 աստիճան խոյ կենթանակերպում գտնվելու է Արեգակը, որից հետո լուսինը եւս լարված փոխհարաբերություն կկազմի Յուպիտերի հետ, լարված քառակուսի, ուրեմն 12:54 րոպեին Երևանի ժամանակով 15 աստիճան խեցգետնում գտնվում է Յուպիտերը 15 աստիճան կշեռքում լուսինն է։ Այդ օրերին եւ 1-ին եւ 2-ին ես խորհուրդ չեմ տա ինչ-որ կարեւոր գործունեություն ծավալել, սկսել հատկապես ինչ-որ նախագծեր, պայմանագրեր ստորագրել, ես խորհուրդ չեմ տա, որովհետեւ դա կբախվի որոշակի խնդիրների եւ գիտեք, որ լուսնի եւ Յուպիտերի քառակուսին բերում է նաեւ ծախսերի ավելացում, այսինքն մեծ գնումներ, հատկապես ամսի 2-ին մի ծրագրավորեք, սիրելի բարեկամներ։ Եթե բիզնես որոշեք սկսել, նույնպես շատ ավելի մեծ ծախսերի մեջ կընկնեք, քան նախապես դուք պլանավորել եք։ Ամսի 3-ին ապրիլի 16:10 րոպեին լուսինը մուտք կգործի Կարիճ կենթանակերպ եւ եւս ապրիլի 4-ի, այսպես ասած, օրվա առաջին կեսը բավականին լարված է անցնելու, շատ լարված մորակային փոխհարաբերություններով նախ գիշերը, ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը, Երևանի ժամանակով 2:25 րոպեին լուսինը կդիմակայի Վեներային սիրո եւ գեղեցկության մորակին, որ արդեն ցուլ կենթանակերպում է, մարտի 30-ից 5 աստիճան ցուլ կենթանակերպում Վեներան եւ 5 աստիճան Կարիճում գտնվելու է լուսինը։ Լուսինը այստեղ թույլ է, Վեներան ուժեղ, այսինքն բարդ են ընթանում փոխհարաբերությունները կանանց հետ, կանանց միջև փոխհարաբերություններն են լարված լինելու ապրիլի 4-ին եւ մի փորձեք ինչ որ ընտրություն կատարել նաեւ այդ ժամանակ, որտեղ ընդհանրապես լուսնի եւ Վեներայի դիմակայությունը խնդիրներ է ստեղծում նաեւ ընտրության հետ։ Դե ինչ որ կարևոր ընտրության արժեվ է կանգնած ապրիլի 4-ին մի կատարեք այդ ընտրությունը։ 2:27 րոպեին նույնպես գիշերը լուսինը լարված քառակուսի կառաջացնի նաեւ ավերիչ Պլուտոնի հետ, որը գտնվում է 5 աստիճան ջրհոսում։ Սա նշանակում է պարզ մարդկանց վախեր, հարձակումներ մարդկանց վրա, այսինքն սրվելու է ռազմաքաղաքական իրավիճակը, որի որոշումը վճռական արդեն
արդեն կայացվել է ապրիլի 1-ին, կամ որ հենց ապրիլի 1-ին Լուսինը փոխհարաբերության մեջ է մտել բոլոր բարձրագույն մորակների հետ հերթով։ Եվ այստեղ նույնպես շարունակվում է այդ փոխհարաբերությունը նաև քառակուսի Պլուտոնի հետ։ Իսկ 23:42 րոպեին իհարկե ամենաբարենպաստ մորակային փոխհարաբերությունը մենք ունենանք Լուսնի եւ Յուպիտերի մեծարջանկության մորակ Յուպիտերի միջև եռանկյունին 16 աստիճան խեցգետնում Յուպիտերն եւ 16 աստիճան կարիճում գտնվում է Լուսինը։ Սա բարենպաստ է, արդեն կարգավորվեն միջազգային փոխհարաբերությունները, լավ է ինչ որ գործեր ավարտին հասցնելու համար, բոլոր դրական նախաձեռնությունների համար բարենպաստ է։ Եվ ապրիլի 5-ը, որը Սուրբ Հարության տոնն է, Զատիկն է, 2:24 րոպեին գիշերը Երևանի ժամանակով 2:24 րոպեին Լուսինը նախ եռանկյունի կկազմի Մերկուրիի հետ 17 աստիճան կարիճում Լուսինը եւ 17 աստիճան ձկներում գտնվում է Մերկուրին եւ 21:06 րոպեին Լուսինը եռանկյունի կառաջացնի նաեւ Մարս մորակի հետ, որը գտնվում է 26 աստիճան ձկներում։ Ու սա շատ բարենպաստ օր է, այսինքն ընդհանրապես ապրիլի 5-ը, որը Սուրբ Զատիկի տոնն է, ամենահզոր օրն է, ամսվա մեջ ամենահզոր օրերից մեկն է, իհարկե շատ բարենպաստ օր է, որը շատ ուրախալի է, այսպես ասած, այս լարված ռազմաքաղաքական պայմաններում։ Ահա այսպիսին է լինելու գալիք շաբաթը, սիրելի բարեկամներ, մարտի 3-ից ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածը, իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին մարտի վերջին օրերին եւ ապրիլի առաջին 5-ամյակի ընթացքում, այսինքն մարտի 30-ից ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Պատրաստ եք, սիրելի խոյակներ։ Սիրելի խոյակներ, ձեզ սպասվում է բարդ շաբաթ, չլացեք, չնվնվակ։ Մարտի 30-ից 31-ը զբաղվելու եք ձեր առողջությամբ, ընթացիկ աշխատանքային հարցերով, նաև ընթացիկ կենցաղային հարցեր եք լուծելու։ Ապրիլի 1-ից 3-ը զգուշացեք, սիրելի խոյեր, ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որովհետեւ եթե փչացնեք հարաբերությունները, արդեն դժվար կլինի հետո վերականգնել դրանք։ Իսկ ապրիլի 3-ից 5-ը զգուշացեք ճանապարհներին, զգուշացեք անսպասելի ֆինանսական խնդիրներից կամ առողջական խնդիրներից, բայց մեծ պարկեր եւ պարտքեր մի վերցրեք այդ օրը։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը, մարտի 30-ից 31-ը շատ բարենպաստ օրեր են։ Լավ է երեխաների համար, բիզնեսի համար եւ հաճույքների եւ հանգստի համար, շատ լավ օրեր են ստեղծագործության համար։ Ապրիլի 1-ից 3-ը, սիրելի ցուլակներ, զբաղվելու եք ձեր առողջության հարցերով, ընթացիկ աշխատանքային հարցերով եւ կենցաղային հարցեր եք լուծելու։ Իսկ ապրիլի 3-ից 5-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որովհետեւ հետո դժվար կվերականգնեք այդ հարաբերությունները։ Սիրելի երկորյակներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը։ Մարտի 30-ից 31-ը տան ընտանիքի հետ կապված հարցեր, ծնողների հետ կապված հարցեր եք լուծելու, հնարավոր է տան առքովաճառք։ Ապրիլի 1-ից 3-ը զբաղվելու եք ձեր երեխաներով, բալիկներով, բարենպաստ են այս օրերը բիզնեսի համար, հանգստի եւ հաճույքների համար, նաեւ խաղի համար։ Ապրիլի 3-ից 5-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային եւ առողջական խնդիրներ, նաեւ զբաղվելու եք առօրյական հարցերով, տան հետ կապված կենցաղային հարցերով։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար եւս բարեխառն է գալիք շաբաթ եւ ընդհանուր առմամբ բարենպաստ մարտի 30-ից 31-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում լավ լուրեր կամ հետաքրքիր ծանոթություն է հնարավոր եւ ապրիլի 1-ից 3-ը զբաղվելու եք հիմնականում տան, ընտանիքի, ծնողների, կենցաղային հարցերով, ինչ որ տան առքովաճառք հնարավոր, փաստաթղթերի ձևակերպում։ Մայիսի, արդեն մայիս գնացինք, ապրիլի 3-ից 5-ը շատ բարենպաստ է բիզնեսի, ստեղծագործության եւ երեխաների հարցերը կարգավորելու համար։ Սիրելի առյուծակներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարենպաստ է գալիք շաբաթը։ Մարտի 30-ից 31-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, ապրիլի 1-ից 3-ը կարճ ճանապարհ է գնալու, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից եւ հետաքրքիր ծանոթություն հնարավոր այդ օրերին։
ծնողներին։ Իսկ ապրիլի 3-ից 5-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով։ Սիրելի կույսակներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը, մարտի 30-ից 31-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կույսակներ։ Ապրիլի 1-ից 3-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, իսկ ապրիլի 3-ից 5-ը կարճ ճանապարհ է գնալու, հնարավոր ինչ-որ լավ լուրեր կամ այն տեղեկատվությունը վաղուց, որ փնտրում եք, վերջապես կգտնեք, հետաքրքիր ծանոթություն, լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից։ Սիրելի կշերքիկներ, պատրաստ եք լսել։ Մարտի 30-ից 31-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, սիրելի կշերքներ, ապրիլի 1-ից 3-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։ Ապրիլի 3-ից 5-ը բարենպաստ է, սիրելի կշերքներ, ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Սիրելի կարիճիկներ, բարեխառն է անցնելու գալիք շաբաթը նաև ձեզ համար։ Մարտի 30-ից 31-ը կատարվելու է ձեր ամենանվիրական երազանքներից մեկը, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ նաև օնլայն բիզնեսի համար։ Ապրիլի 1-ից 3-ը զգուշացեք, սիրելի կարիճներ, գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Իսկ ապրիլի 3-ից 5-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի աղեղնավորներ, բարեխառն է անցնելու նաեւ ձեզ համար գալիք շաբաթը, մարտի 30-ից 31-ը կարևոր գործնական հարց է ձեզ համար, լուծելու պաշտոնի, աշխատանքի, հասարակական կարգավիճակի հետ կապված, այնպես որ այս օրերը բաց մի տողեք, շատ կարևոր օրեր են ձեզ համար։ Ապրիլի 1-ից 3-ը ինչ որ շատ կարևոր նվիրական երազանք իրագործվելու ձեզ համար, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները, սիրելի աղեղնավորներ, եւ բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար։ Իսկ ապրիլի 3-ից 5-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք։ Սիրելի այծեղջուներ, բարենպաստ է գալիք շաբաթը ընդհանուր առմամբ ձեզ համար, մարտի 30-ից 31-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր նաև ճամփորդություն, ապրիլի 1-ից 3-ը կարևոր գործնական հարց կլուծվի ձեզ համար, որ վաղուց սպասել եք, աշխատանքի, պաշտոնի, հասարակական կարգավիճակի հետ կապված։ Իսկ ապրիլի 3-ից 5-ը կարևոր ինչ-որ նպատակ, երազանք իրագործվի, նաև կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ են այս օրերը օնլայն բիզնեսի համար։ Սիրելի ջրհոսակներ, ձեզ համար բարեխառն է գալիք շաբաթը, մարտի 30-ից 31-ը զգուշացեք խնդիրների, ճանապարհներին, առողջության հետ կապված, ստուգող մարմինների կողմից ինչ որ հարուցվող խնդիրների հետ կապված, ֆինանսական խնդիրներն հնարավոր, բայց մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Ապրիլի 1-ից 3-ը ինչ որ լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Իսկ ապրիլի 3-ից 5-ը կարևոր գործնական խնդիր է ձեզ հարց է ձեզ համար լուծվելու պաշտոնի, աշխատանքի, հասարակական կարգավիճակի հետ կապված։ Սիրելի ձկնակներ, բարեխառն է եւ բարդ է մի փոքր լինելու ձեզ համար նաեւ գալիք շաբաթը, մարտի 30-ից 31-ը զգուշացեք ձեր զուգընկերների կամ գործընկերների հետ բախումներից, որտեվ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Ապրիլի 1-ից 3-ը բարդ օրեր են ֆինանսական տեսանկյունից, հնարավոր են առողջական խնդիրներ ճանապարհների մեծ վարկեր եւ պարտքեր այդ օրերին մի արեք եւ ապրիլի 3-ից 5-ը լավ լուրեր արտասահմանից կամ ճամփորդություն կամ նվեր։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում, մարտի 30-ից ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի իմ YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաեւ իմ անզուգական մոգական ալիքին, աստրոմագիա եւ թալիսմաններ YouTube-յան ալիքին, որտեղ գրեթե ամեն շաբաթ լույս են տեսնում նոր արողակարգեր եւ հմախոսություններ։ Հետևեք ինձ նաև Facebook-ում, YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, տեսություն կհանդիպենք